Սիրելի հայրենակիցներ, քննչական կոմիտեի ղեկավարի հետ հարցուպատասխանից ես եկա այն եզրահանգման, որ քննչական կոմիտեում գործերը կարվում են բացառապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Փորձեմ բացատրել ինչ նկատի ունեմ։ Երկու դրվագ եմ վկայակոչում, ասում եմ Մասիվի թաղապետը օրը ցերեկով ուղիղ եթերով գրեթե 10 հոգով բռունցքներով հարձակվում են մեկ մարդու վրա եւ դրա հետևանքն ամենևին չի լինում այն, որ տվյալ մարդը կալանավորվի։ Երկրորդ դրվագն այն մասին է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Սամվել Վարդանյանը ավտոբուսում տեսնելով ԿՊ-ական պատգամավորի վիրավորանք է հնչեցնում։ Դրա հետևանքը լինում է այն, որ քաղաքացի Սամվել Վարդանյանը տեղում ձերբակալվում է, կալանավորվում է, կալանքի վայրում, անցեկացնում կալանք, այնուհետև տնային կալանք, վարչական վերահսկողություն եւ այլն։ Հիմա պարոն Պողոսյանն ինձ ասում է, գիտեք, իրավական ֆորմալության տեսանկյունից, այո, Մասիվի թաղապետի իրականացրած գործողությունը ծեծ է, հետևաբար դա չի ենթադրում, որ պետք է լինի ձերբակալում եւ կալանավորում։ Իսկ պարոն Պողոսյան, ինչու դա չի որակվել խուլիգանություն։ Այս Սամվել Վարդանյանի վիրավորանքը որակվում է որպես խուլիգանություն։ Այսինքն 10 հոգով բռունցքներով մեկի վրա հարձակվելը ծեծ է, խուլիգանություն չէ, բայց մարդու վիրավորական հնչեցրած նախադասությունը խուլիգանություն է եւ հետեւաբար կալանքի պետք է տանել մարդուն։ Այս մարդը ֆորմալ, իրավական ֆորմալության տեսանկյունից այո, ասում է Մասիվի թաղապետին, այս հոդվածը չի ենթադրում, ես էլ ձեզ հարց եմ տալիս, այդ դեպքում ինչու խուլիգանության հոդված չի ներկայացվել Մասիվի թաղապետի նկատմամբ։ Ու ես ամենևին չեմ ուզում ասել, որ այս մարդը պետքա կալանավորվի, նա պետքա կալանավորվի։ Ես երկու տարբեր դեպքեր եմ բերում եւ ձեզ ասում եմ, այստեղ տրամաբանություն ցույց տվեք։ Ավելին, պարոն Պողոսյան, ձեր տրամաբանությամբ կարելի է եզրակացնել, որ եթե Սամվել Վարդանյանը ավտոբուսում ոչ թե վիրավորել, այլ ծեծեր ԿՊ-ական պատգամավորին, նրան չէիք կալանավորի, կասեք սովորական ծեծ է, խուլիգանություն չի։ Այսինքն Սամվել Վարդանյանի մեղքը այն էր, որ ինքը 10 հոգի մարդ էլ հետը չուներ, որ հարձակվեր ԿՊ-ական պատգամավորի վրա։ Լավ տրամաբանությունը ո՞րն է, լավ մեսիջը մեր ժողովրդին ո՞րն է, որ ժողովուրդ, եթե դուք վիրավոր եք, տեղում կալանավորել եք, բայց եթե 10 հոգով հարձակվեք մեկի վրա բռունցքներով, այդ դեպքում դուք չեք կալանավորի, որովհետև դա սովորական ծեծ է։ Ավելին օրենսդրությամբ ծեծը ֆիզիկական ներգործությունը կարելի է բնութագրել, որ սովորական ապտակով, մեկ հարվածով, բայց միթե դուք այդ տեսանյութում տեսնում եք սովորական հարված 10 հոգով մեկի վրա հարձակվել, այնուհետև էլ Մասիվի թաղապետն ասում է, որ դա եղել է հաշվեհարդար, որ ինքը գիտակցել է ինչ է անում ու լավ է արել, որ անում է։ Ես ուզում եմ դուք շատ մանրամասն նկարագրեք, թե ինչու պետքա մի դեպքում համարվի սովորական ծեծ եւ ոչ խուլիգանություն, երբ որ ակնհայտ եղել է հարձակում 10 հոգով բռունցքներով մեկի վրա, եւ մյուս դեպքում սովորական վիրավորական խոսքը որակվի որպես խուլիգանություն, որին կարող է հետեւել նաեւ եւ հետեւել է կալանավորումը։ Երկրորդ հարցս, որ ես ձեզ հնչեցրեցի եւ որը մնաց անպատասխան, Անիֆին էր վերաբերում։ Պարոն Պողոսյան, դուք այդպես էլ չասացիք, արդյոք հարձակվել է Նիկոլ Փաշինյանը հաշվի առնելով, որ Անիվ հիմնադրամը ստեղծվել էր կառավարության ներքո, այդ կառավարության ներքո գործող հիմնադրամ էր եւ հետեւաբար ամբողջ պատասխանատվությունը պետք է կրի նախ եւ առաջ կառավարության ղեկավարը։ Տարական հարց եմ տալիս. արդյոք հարձակվել է Նիկոլ Փաշինյանը այս գործով։ Եվ հաջորդ հարցը. 3 տարի գործը քննության մեջ է։ Ինչու որևէ մարդ ներգրաված չի այս գործով որպես մեղադրյալ։ Ստեղ տրամաբանությունը ո՞րն է, խնդրում եմ, եկեք եւ ինձ բացատրեք։ Մեզ լսող մարդիկ էլ, որպեսզի իմանան, երբեմն ասում է, չէ, դե լավ, իրավական process է, պետք է մարդկանց հարցաքննել, երկար է տևում, ժամանակ է տևում։ Ախր պարոն Պողոսյան, օրինակ, մեր քաղաքացին իրավունք ունի, չէ, հասկանալու։ Իր վճարած գումարներից, երբ որ կառավարությունը տրամադրում է $500,000 քաղաքի կենտրոնում կաֆե, սրճարան բացելու համար, մարդ պիտի հասկանա, չէ, թե դա իր որ շահից էր ելնում, որ հանրային շահն էր պարտադրում, որպեսզի որոշում կայացվեր $500,000 տրամադրվել ինչ-որ սրճարան բացելու համար։ Ախր որոշում կայացնողները հստակ են, մարդը հստակ է, ով է ստորագրողը, որոշում կայացնողը ով է, միթե 3 տարվա ընթացքում հնարավոր չէր բացահայտել դա։ Հնարավոր էր ու դուք դա չեք արել։
Խոսքը այս պահին ձեզ վերաբերում, բայց ձեզնից առաջ էլ մարդիկ դա չեն բացահայտել։ Նույնը Մոսկվայի մասնաճյուղ ուղարկվել է 6.9 միլիոն դոլար, մոտ 7 միլիոն դոլար։ 7 միլիոն դոլարով 3 առնվազն 4 նոր դպրոց կարելի էր կառուցել։ Հիմա դժվար է հասկանալ այդ 7 միլիոն դոլարը Մոսկվա գրասենյակ ուղարկելու որոշումը ով է կայացրել։ Ում է գնացել։ Ախր այդ մարդիկ բոլորին հայտնի մարդիկ են, կոնկրետ մարդիկ են անուն ազգանուններով, որոնք հենց հիմա ես էլ նույնիսկ կարող եմ ասել։ 3 տարվա մեջ ոչ մի ձև հնարավոր չէ նրանցից մեկին որպես մեղադրյալ ներգրավել ակնհայտ փողերի մսխման համար։ Կամ հաջորդը, դրա մասին մի անգամ էլ Նիկոլ Փաշինյանին եմ հարցրել։ 1.5 միլիարդ փոխանցվել է օֆշորային կազմակերպությունում մի օֆշորային կազմակերպության, որի ղեկավարը տարբեր հրապարակումների բերումով պարզվել է, որ Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին է։ Դե լավ, ենթադրենք կնոջ ընկերուհին էլ չէ, ու Ավինյանը հեչ կապ չունի։ Լավ, հնարավոր չէ հասկանալ ով է ստորագրել որոշում, որով մեր հայրենակիցների վճարած հարկերից 1.5 միլիարդ դրամ փոխանցվում է օֆշորային ինչ-որ կազմակերպության։ Ու արդյունքը չկա, հասկանում եք, ուղղակի այսպես բան է արել, գումար ուղղակի փոխանցվել է այնտեղ ու որևէ հետևանք չի ունեցել, որևէ արդյունք չկա։ Էլ չեմ ասում, որ պարզում է գոյություն են մարդիկ, ովքեր ստացել են 250 միլիոն դրամ աշխատավարձ։ Պատկերացնում եք 250 միլիոն դրամ աշխատավարձ ստացող մարդը ունի կոնկրետ անուն, ազգանուն, ինչու ինքը գործում ներգրաված չէ որպես մեղադրյալ։ Այս ամեն ինչի պատասխանները դուք պետք է տաք, ուզեք չուզեք։ Եթե պետք լինի 100 անգամ եմ ասել, 1000-րդ անգամ եմ ասելու, սրանից խուսափել ուղղակի չի ստացվելու եւ դուք դրա համար պետք է պատասխան տաք։ Հաջորդը, սիրելի հայրենակիցներ, հավանաբար նկատած կլինեք ջրի շշերի, տարբեր գինիների, կոնյակների շշերի վրա նման դրոշմապիտակ կա, QR կոդեր։ Ժամանակին QR կոդերը տնտեսվարողները գնում էին պետությունից։ 2020 թվականի պատերազմից 3 օր անց Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվում է մի հանձնաժողով, որը հետագայում պատերազմից բառացիորեն մի քանի հետո մենաշնորհով տրամադրում է այս QR կոդերի տրամադրումը տալիս է մի կազմակերպության, որն ուղղակի միլիարդների եկամուտ է ապահովում իր համար։ Այսինքն մեր տնտեսվարողները միլիարդներ են մուծում մի կազմակերպության, որն ունի մենաշնորհ, ու 5 տարի այդ մենաշնորհը ուղղակի գոյություն ունի։ Ընդ որում այդ կազմակերպության ղեկավարը մարդ է, ով ժամանակին ընդ որում այդ մրցույթը անցկացնելու մրցույթ չի, մենաշնորհով տրամադրելու ընթացքում եղել է պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի տեղակալ։ Այսինքն լինելով բարձրաստիճան պաշտոնյա, մենաշնորհը տվել է մի կազմակերպության եւ հետո գնացել ղեկավարել այդ կազմակերպությունը։ Կոռուպցիոն դեպք է ստեղ, որևէ ծրագիր չեք տեսնում, ընդ որում տնտեսվարողները 2 անգամ ստիպված են ավելի շատ վճարել այս QR կոդերի համար, քան վճարել են մինչև 2020 թվականը։ Իրականում մենք կոռուպցիայի մասին դեռ կխոսենք, ժամանակս քիչ մնաց։ Իմիջիալոց սրա հետ կապված նոր քրեական գործ է կարծես թե նախաձեռնվել, ես հետևողական եմ լինելու հասկանալու, թե ինչու է այդպես ստացվել, որ մենաշնորհ է տրվել եւ արդյոք պատասխանատվության չեն ենթարկվելու այդ մարդիկ։ Այսօր Արտուր Հովհաննիսյանը կարծես թե հորդորում էր ինչ-որ մարդկանց նայել իմ աչքերի մեջ եւ հեկ տեսնել, ակնհայտորեն տվյալ անձը տեսողության հետ կապված խնդիրներ ունի եւ նա օրինական ուժի մեջ մտած վճռով նույնիսկ զրպարտության համար դատապարտվել է, բայց պետք չի առաջին անգամ չի, որ տվյալ մարդը սուտ է խոսում, ինքը քրոնիկ ստախոս է եւ պարտադիր չէր, որ իմ դեպքով դա ապացուցվեր, բայց ուղղակի զուտ մեր հայրենակիցների համար ասեմ, ես հեկ չունեմ, չեմ ունեցել, եւ եթե տվյալ անձը կարող է գա տանել ու ցույց տալ այդ հեկը, ես սիրով կընդունեմ այդ հեկը, չգիտեմ, միգուցե մեկը որոշ ինձ նվիրատվություն անի, եթե այդ մարդը տեղը ցույց տա, համենայն դեպս չունեմ, բայց որպեսզի անպատասխան չթողնեմ նման հերյուրանքները, ես տվյալ անձի հետ կհանդիպեմ արդեն դատարանում։ Շնորհակալություն։